Ինչ խնդիրներ եւ ինչ հեռանկարներ ունի Հայաստանի կառուցապատման շուկան։ Ինչպես են կառուցապատման ոլորտում գործող ընկերությունները զարգացնում իրենց նախագծերը եւ ինչ կարող է անել պետությունը ոլորտն էլ ավելի մրցունակ ու միջազգային ներդրողների համար գրավիչ դարձնելու համար։ Հարցերի նման շրջանակ է քննարկվել կառուցապատողների հայկական ասոցիացիայի կողմից նախաձեռնած կառուցապատման մարտահրավերները եւ զարգացման հեռանկարները խորագրով համաժողովի ընթացքում։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանն իր ելույթում ներկայացրեց կազմակերպության անցած ուղին, վերջին տարիներին իրականացված նախաձեռնություններն ու դրանց արդյունքները, կարևորելով համայնք մասնավոր երկխոսության արդյունավետությունը։ Համաժողովը հյուրընկալել էր այգի բիզնես կենտրոնը, որի համահիմնադիր եւ ասոցիացիայի խորհրդի անդամ Հարություն Պետրոսյանն իր խոսքում նշեց նման քննարկումների կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Գերներ, համավարության ներկայացուցիչներ, ամենքից խորհրդարան դեպքում այդպես նստակցում եք դες միջոցառմանը։ Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Լուքենջան, միջոցառումների հետ կազմակերպելու համար։ Կարևորում եմ ասոցիացիայի դերը, դες Ամինիրովյան, այն շատ հարցեր է բարձրաձայնվում, լուծումներ ստանում, ավելի աշխատանք է ստացվում, երբ չի բարձրաձայնվում, եւ սա նաեւ միջոցառում է, որ հանրությունը մեր գործընկերները կառուցապատողները շնորհալով ոլորտի ներկայացուցիչները իմանան ավելի լավ պատկերացնեն կառուցապատողների ասոցիացիայի դերը եւ Այգի բիզնես կենտրոնի մյուս համահիմնադիր եւ ասոցիացիայի խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը հանդես եկավ բանախոսությամբ եւ անդրադարձավ կառուցապատման ոլորտում առկա մի շարք կոնցեպտուալ հարցերի, առաջարկելով նաեւ շուկայի զարգացման ծրագրերի մեծ փաթեթ։ Հայաստանում կառուցապատման շուկայի զարգացման հեռանկարը հասկանալու համար Վահե Պետրոսյանը ներկաներին պատմական ամփոփ էքսկուրս առաջարկեց, ամփոփ ներկայացնելով ոլորտի վերջին տասնամյակների զարգացումները, սկսած խորհրդային շրջանի քաղաքաշինական ծրագրերից մինչ անցում ազատ շուկա, երբ կառուցապատման ոլորտում վերացավ պետության մենաշնորհն ու ի հայտ եկան կառուցապատողները։ Պետական մենաշնորհից մտանք չկարգավորվող կամ դեր կարգավորվող կառուցապատման միջավայր։ Կապիտալիզմին բնորոշ բոլոր բնական երևույթներն էլ իրենց սպասել չտվեցին։ Սկսվեցին տարբեր տեսակի քաղաքաշինական ծրագրեր, որոնց հետևանքով բազմաթիվ տուժող բնակիչներ հայտնվեցին։ Անշուշտ քաղաքաշինական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը տարեստարի կատարելագործվում էր եւ միջովս էլ է այդպես։ Սակայն հիմնական կարգավորող օրենսդրության բացակայությունը իրենց զգացնել է ավես անգամ մեր օրենին։ Իր խոսքում Վահե Պետրոսյանն ասաց, որ օրվա հրամայական պահանջ է հայաստանյան շուկայում կառուցապատման միջավայրը կարգավորող օրենսդրության ներդրումը։ Ըստ բանախոսի խիստ անհրաժեշտ են կառուցապատման գործունեության կարգավորման մայր օրենքի ընդունումը, կառուցապատողների սնանկության առանձնահատկությունների սահմանումը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի մասին օրենսդրության արդիականացումը եւ համապատասխանեցումը մերօրյա պահանջներին։ Իհարկե, շուկայական հարաբերությունները ակնհայտորեն բերել են իրենց պտուղները։ Ազատ շուկան եւ մրցակցային միջավայրը հրանցրեցին մեր քաղաքների եւ քաղաքացիներին տարեստարի ավելի ու ավելի կատարելագործվող քաղաքաշինական արտադրանք։ Վերջերս կայացած տուն էքսպո այցելած ցանկացած անձ կփաստի, որ ակնառու է հանգամանքը։ Անձամբ ինձ մոտ միայն հպարտություն են առաջացնում շուկայի մասնակիցների պրպտում ու ստեղծագործ նախագծերը։ Այնուհետև Վահե Պետրոսյանը համաժողովի մասնակիցներին առաջարկել է հայացք նետել նաև գալիք տասնամյակին եւ ուշադրություն դարձնել Երևանում առկա երկու հավակնոտ քաղաքաշինական ծրագրերին՝ Նորագյուղի եւ Կոնդի վերակառուցմանը, նշելով, որ դրանք կյանքի կոչելու համար ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ։ Բանախոսը հաշվարկել է եւ ասել, որ հայկական շուկան ի վիճակի չէ հոգալ այդ ծախսերը, հետեւաբար ակնհայտ է, որ անհրաժեշտ են գործիքներ, որպեսզի ներգրավի համաշխարհային կապիտալը հարևան երկրների հաջող փորձի օրինակով։ Վահե Պետրոսյանը նշեց, որ ի թիվս օրենսդրական լիարժեք կարգավորման անհրաժեշտ է նաև բոլոր միջոցներով նպաստել միջազգային կապիտալի շուկաների, հասկանալի եւ վստահություն տվող ֆինանսական գործիքների ներդրմանը եւ կիրառման ապահովմանը Հայաստանի Հանրապետությունում։ Բանախոսը թվարկեց բոլոր այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են կառուցապատման ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու համար։ Դրանց թվում էին կառուցապատման գործունեության մասին նոր օրենքի ընդունումը, ապարտ հոթելի եւ ներդրումային անշարժ գույքի վերաբերյալ օրենսդրական կարգավորումը
որակավորումների ընդունումը, դեռևս կառուցման փուլում գտնվող գույքը գույքահարկով հարկելու կանոնների փոփոխությունը, տեղական турքերի եւ վճարների դրույքաչափերի նվազեցումը, կառուցապատման շուկայում ապահովագրության գործիքների ներդրումը, կորպորատիվ պարտատոմսերի թողարկում եւ ֆինանսավորումը եւ այլն։ Ընդհանուր առմամբ 12 առաջարկ, որոնք ըստ բանախոսի այն նվազագույն միջոցառումների շրջանակն է, որն անհրաժեշտ է կայացած քաղաքաշինական միջավայրի հետզհետե զարգացման, յուրաքանչյուր բնակչի համար բարեկարգ կենսամիջավայրի ապահովման եւ շուկայի զարգացման կայուն հեռանկարների պահպանման համար։